Աստծո ժողովուրդ, բոլորը դալփարի եկածեք հիշադակելի այսօրվա մեջ, մինչ մեր հոգիները գխայդա, հիմա հերթը հասած է, որ մենք շարունակենք մեր քարոզախոսության երրորդ բաժինը, որի առաջինն էր քրիստոնեություն եւ եկեղեցի, իսկ երկրորդը, ինչպես ասացինք, որոշ մեկնաբանության գարիք ունեցող վերնակիր մներ, որ էր քրիստոնեություն եւ ոչ եկեղեցականություն, այդ երկու պատկամները մեզ բերավ հետեւյալին, ինչ որ այսօր գուզեմ ցեզի հետ բաժնեկցի, որն է ինչպես երկունքում, նույնպես երկրի վրա, ինչպես երկինքը, նույնպես երկրի վրա։ Այս խոսքերը սիրելիներ մեր Տեր ու Փրկին Հիսուս Քրիստոսի սորվեցուցած դերունական աղոթքի առաջի բաժնի վերջին նախատասությունն է։ Ուստի Աստծո խոսքեն պիտի կարդամ Ավետարանս Ղուկասու 11-րդ գլխուն առաջին 4 համարները։ Խոսքը ակնարկված է Քրիստոսի։ Դեղմը աղոթք կներ, երբ թատրեցավ իր աշակերտներեն մեկը ըսավ իրեն. Դեր, մեզի աղոթքներ սորվեցուր, ինչպես Հովհաննես իր աշակերտներուն սորվեցուց։ Հիսուս ըսավ անոնց. երբ աղոթք կնեք ըսեք, ով հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլա, քու թագավորությունդ կա, քու կամքը դլլա, ինչպես երկինքը, նույնպես երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը մեզի դուր, մեզի ներե մեր մեղքերը, քանզի մենք ալ կներենք այն ամենուն, որ մեզի բարդական են, ու մեզ փորձության մի տանիր, հավաչարեն մեզ ազատ է։ Ես կգարձեմ աշխարհի վրա գտնվող հայության 90%-ը այս աղոթքը կարող է անկիր աղոթել կամ արտասանել, կոց գիտել։ Արդյոք ինչ թրթապատճառավ աշակերտներն մեկը Հիսուսի մոտեցավ, խնդրեց, որ իրենց աղոթք ընել սորվեցն է, որովհետև տեսավ թե Հիսուս կաղոթեր, երբ Հիսուս իր աղոթքը ավարտեց, աշակերտներն մեկը, որի անունը չէ հիշված, սավդեր մեզի աղոթք ընել սորվեցուր։ Արդյոք Հիսուսի աշակերտները աղոթել չէին գիտեր։ Ոչ, Հիսուսի աշակերտները աղոթել գիտեին, իրենք հրյա էին, սաղմոսները գիտեին, իրենց մեծամասնությունը Հովհաննես Մկրտիչի աշակերտներն էին, եւ մեջբերուն գնեգսե մեզի աղոթել սորվեցուր, ինչպես Հովհաննես Մկրտիչը սորվեցներ, Հիսուսի աշակերտները աղոթել գիտեին, արդյոք կասկած ունեին, որ իրենց աղոթքը ընդունելի չէր Աստծո առջև։ Իրենց աղոթքը ընդունելի էր Աստծո առջև։ Սակայն Հիսուսի աշակերտները տեսան, թե Հիսուսի մատուցած աղոթները կպատասխանվեր։ Մի օր ես ասեցի, Հակոբ, ինչ տեսակ հավատացյալ ես դու, երբ կաղոթես եւ չի պատասխանվես։ Ինքս հանդիմանեցի, ինքս մեղադրեցի։ Հավատացյալ անձը, երբ աղոթե, գագնգալ է, փնական է, որ այդ աղոթքը պատասխանվի։ Հիսուսի աշակերտները տեսան, թե Հիսուսի մատուցած աղոթները կպատասխանվեր։ Հետևաբար իրենք ալ փափակեցան աղոթք ընել, ինչպես որ Հիսուս կաղոթեր, ապա ստանային իրենց աղոթքի պատասխանը։ Այս օրերում սոցիալական ցանցերում մեջ մենք կգարտանք երբեմն, մանավանդ հավատացյալները քրիստոնեական տեսանյութերուն կհետևին, որ գսե հզոր աղոթք։ Ես շատ չեմ համաձայնիր
Եթե հզոր աղոթքը փարերու շարադրությունով է, եթե փարերու ջոխությունով է, գնդունին։ Բայց եթե որ մենք Հիսուս Քրիստոսի աբեդարանին նայենք, ինչպես մեղավորը գուրծ կձեզելով վսավ, ողորմե ինձ մեղավորիս 4 փար, Սուրբ Գիրքի մեջ նշված ամենաշատ կործածված փարը ողորմություն փարն է, դեր ողորմե մեղավորիս, Հիսուսը սավ արդարացած իր դունը գնաց։ Հզոր աղոթք էր, ոչ թե փարերով էր, սրտով էր, կոտրած հոգիով էր, խոնարհությամբ էր։ Մենք կփափակենք սիրելիներ, որ մեր աղոթքները պատասխանվին, ոչ թե որ հայրմերին փարերով։ Եթե հայրմերին փարերով մեր աղոթքը պիտի պատասխանվի, ես ասեմ ձեզի, մարդիկ կան, որոնք ամեն օր հայրմերը գաղոթեն։ Ոչ թե քորոզությամբ, ոչ թե ինքնարդարությամբ կխոսին, բայց անոնց կյանքի մեջ փոփոխություն չկա։ Այդ աղոթքը ոմանց համար բարդ մնե, դուրք մնե, իրենք Աստուծո գուտան, եւ Աստվածալ իրենց ինչ կնե, գբահե։ Ամեն տեսակ մեղքի կյանք կապրին, բայց որովհետև գբախնան, որ իրենց ավտոն ավարիայի հանդիպի, հայելու վրա խաչ կգախեն։ Մի օր իմ դան գողքը մեկը եկած էր, քննիչը եկած էր, իր ցերկին վրա թևնոց ուներ, վրան խաչ կար, արիտ կդա մոդեցա, սի բարեկամ ինչպես ես, լավ սի ուրախ եմ թևնոցիդ վրա խաչ կա, այո, սա լավ սի խաչալին գճանչնաս ավետարան գգարտած, չէ սա, հաբասի ասի ինչ է, սա իմ գրոնքս է, բա ինչի ես տրել, ինչ է իմաստը, ինչ է քո հավատքը, ոչ մեկ բան են գաղափար չունի։ Անցյալ օր մեկում ասի հավատացյալ ես, սա ոչ, իչտե քրիստոնյա է, սի ինչպես, քրիստոնյա ասել ինչ կնշանակի, սա չէ, հոգևոր չեմ, ես քրիստոնյա եմ։ Մարդիկ կգարձեն, թե Աստուծո դուրքը կվճարեն, ապահովություն կստանան, եւ ամեն օր հայրմեր գաղոթեն, բայց իրենց կյանքի մեջ ոչ մեկ փոփոխություն։ Ամեն հայրմեր աղոթող աղոթքի պատասխանը կստանա, թեկուզ այս աղոթքը Հիսուս սորվեցուցած է։ Մենք կտեսնենք, թե այդպես չէ։ Սիրելիներ, ինչու մեր աղոթքները չի պատասխանվի։ Առաջին արգելքը մեր աղոթներուն չպատասխանվելուն այն է, որ մենք աղոթելով հանդերձ դակավին մեր եսեն, մեր մեղքերեն, մեր գամքի բարդատրութենեն երբեք չենք հրաժարված։ Մենք կաղոթենք ոչ թե որբեսի Աստուծո գամքը գադարվի, այլ մենք կաղոթենք որբեսի Աստված մեր գամքը գադարե։ Մենք կուզենք Աստված կա մեր մտքին, մեր հաճույքներուն, մեր փափակներուն գողքին գնա եւ ինչ որ ուզենք դա մեզ։ Այս տեսակ աղոթներ սիրելիներ չի պատասխանվի։ Դերը մեր խնդրանքը, մեր աղոթքը կպատասխանե, բայց Հիսուս սորվեցուց մեզի եբսավ, թող քու գամքը դլա։ Այս է այսօրվա մեր շեշտադրած գեդը, ինչպես երկնքի մեջ, նույնպես երկրի վրա։ Եթե մենք կաղոթենք սիրելիներ, եթե մենք մեր անձերուն էլ անգեղծ ենք, եթե մենք Աստուծո առջև ամենայն անգեղծությամբ մոտեցած ենք, արդյոք ես պատրաստ եմ Աստուծո գամքը գադարելու։ Երբ որ մենք հայրներ աղոթքը գաղոթենք, արդյոք ես պատրաստ եմ իմ աղոթած աղոթքիս դերը ըլլալու։ Թե ոչ սովորություն է գարդասանենք և գանցնենք։ Երբ մենք կխոսենք Աստուծո գամքը գադարելու մասին, հետևյալը կգարտանք։ Հիսուսը սա Հովանու ավետարանի մեջ ես եկած եմ իմ հորս գամքը գադարելու։
Հիսուս երկրի վրա ծառայի պես ապրեցավ։ Ծառա չէր, ծառայի պես ապրեցավ։ Ծառան միայն իր հորը գամքը կգադարի։ Եվ մարդիկ կսեն դվեք մեզի ծառային սահմանումը առաջին նախատասությունը։ Ծառան գամք չունի, որոշում չունի, իր պապակները մերած պետք է լա։ Ինքը ենթարկված է, որ ինչ որ իրեն ասվի, այդ մեկը գադարե ի բադիվ եւ իշա իր դիրոջ։ Սիրելիներ, Հիսուս մեզի աղոթել սորվեցուց, աբեդարանի մեջ մենք Հիսուսի եւ Աստուծո արաքյալին, Քրիստոսի արաքյալներուն աղոթներուն գահանտիվինք, որուն մեջ բոլորը կներկայացնեն, ինչպես մենք հանձնվելու ենք եւ գիրառելու ենք Աստուծո կամքը։ Ինչ է Աստուծո կամքը ինձի համար։ Այս հարցումին պիտի փորձեմ պատասխանել միայն դերունական աղոթքի շրջակիցի մեջ։ Աստուծո կամքը գադարելը ունի իր ընդարձակ տեղեկությունները, որ մեզի հասած է, անշուշտ առաջինը փրկությունն է, նաև սրբությունն է, որուն մեջ որ այսօր մեր պատկամի մեջ պիտի հանդիպենք, բայց ես այսօր Աստուծո կամքը պիտի փորձեմ ներկայացնել ինչ որ մեզի գուկա դերունական աղոթքին մեջ են։ Հիսուսը ասավ եւ աղոթ կնեք ասեք. Հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ լա։ Արդյոք երբ առաջին անգամ Քրիստոսի աշակերտները այս խոսքը լսեցին, Հիսուս իրենց ասավ եւ կաղոթեք ասեք Հայր մեր, իրենք կգարձեին ասված միան իրենց ասվածն է, բայց Քրիստոս իրենց կբացահայտի թե ասված բոլորին է, ցեզ մե յուրաքանչյուրին հայրն է, եւ աղոթ կնեք ասեք Հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ լա։ Ես ուսուցիչ չեմ, որպես ցեզի հարցնեմ, որ այս մեկը ցեզի համար ինչ կնշանակե, ես կեցած եմ քարոզելու Քրիստոսի խոսքը բացահայտելու, արդյոք աշակերտները առաջի անգամ ինչ հասկացան։ Միթե Աստուծո անունը սուրբ չէ։ Հեթանոսներ անգամ, մեղավորներ անգամ, գիտեն թե երկնավոր հայրը, երկինք եւ երկիր ստեղծող Աստվածը սուրբ է։ Ամեն մարդ գիտե, անոր մեջ մեղ չի գա, բայց երբ որ մենք կսենք քո անունը սուրբ լա, արդյոք Աստուծո անունը կբղձվեր, այո, հին ուխտի մեջ, մարգարեության մեջ, նոր ուխտի մեջ մենք կտեսնենք շատ հավատացյալներու, չագերտյալ հավատացյալ են ըսողներուն կողմանը Աստուծո անունը գբղձվեր, գարադավորվեր, գհայոյվեր։ Ասոնք բոլորը Աստուծո խոսքեն ես ներկայացնում եմ։ Երբ հավատացյալ եմ ըսողը Աստուծո անունը թավանելով, ով Աստված ըսելով, Աստվածաշնչյան գիտություն ունենալով մեղ կգործե, Հռոմայեցիս 2-րդ գլուխը երբ որ դու ներտակարտացեք, Պողոս առաքյալ գսե, դու որ օրենքի ուսուցիչ ես, բայց սրբաբղծություն գնես եւ քու պատճառավդ Աստուծո անունը գահայոյվի։ Երբ որ մենք կսենք քու անունը սուրբ լա, այս կնշանակե, որ մենք Աստուծո անունը սուրբ կբահենք մեր կյանքով եւ խոսքով։ Եվ հավատացյալ եմ ըսողը իր կյանքի մեջ քայթաղություն ունի եւ անիկա մարդոց աստեցություն գլա քայթաղության պատճառ կդառնա, մարդիկ կսկսին ընդվզիլ եւ կսկսին ըմփոստանալ Աստուծոte։ Եթե դու հավատացյալ ես այսպես ես, ինքն իրեն իրավունք ազատություն կուտա մեղ գործելու եւ ինքն իրեն իր մեջ համարձակություն կհառաջանա Աստուծո անվան հայոյելու։ Հիսուս կուսուցանե իր աշակերտներուն, որ մենք խնդրենք Աստուծմե այն զորությունը եւ այն շնորհքը,
որ մեր կյանքով եւ գործերով Աստուծո անունը սրբապանվի եւ փառավորվի։ Հայր մեր, որ երկինքն ես, թող քու անունը սուրբը լա շատ մթարգմանություններում մեջ եկած է, թող սրբապանվի քու անունդ։ Մարդիկ փառավորեն, մարդիկ օրհնեն քու անունդ։ Կանք Մատթեոս 5:16-ին, լերան քարոզին մեջ, ուր հայր մերն ա դեղ կգրավե, այս խոսքեն ետքը, 5:16-ի խոսքերեն ետքը, այնպես թող լուսավորե ձեր լույսը մարդոց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հայրը, որ երկինքն է։ Այսօր մենք տեսանք մեր ուսուցչած կազմին դարած աշխատանքը, եկեղեցին տեսիլքը, եւ տեսանք մանուկներ փառապանություն գնեն, քովապանություն գնեն, համարներ անկիր սորված են, միթե մենք Աստուծո անունը չփառավորեցինք, քորություն չիմադուցանեցինք, որ այս մատղաշ մանուկները արդեն սորված են Աստուծո խոսքը եւ իրենց սրտի մեջ սկսած է հաստատվել Աստուծո երկյուղը։ Եվ մենք Քրիստոսի աբեդարանի լուսո կյանքով ապրենք եւ կորզենք, Աստուծո անունը կփառավորվի։ Երեխաներն մեկը Եփեսացիս 2:10 անկիր ըսավ, որ մենք այս բանին համար ստեղծված ենք, բարի կորզելու համար ստեղծված ենք։ Եվ աղոտ կնեք, ըսենք, ով հայր, թող քու անունը սուրբ ըլլա, թող մեր կյանքը փառապանե, օրհնե, թող մեր կյանքը վկայություն դառնա, որ մենք սիրելիներ, դուք սիրելիներ, լուսո որդիներ եք։ Ձեր կյանքը ակվարիումի պես է, ձեր կյանքը լույսի պես է, որոնք մարդոց կհանգստացնե։ Ձեր կյանքը մարդոց առջև կասկած չէ, ձեր կյանքը մարդոց առջև քայտավություն չէ, ոչ թե որ դուք չարիք չեք ընել, այլ դուք ձեր գործերով զասված կփառավորեք։ Եվ այդ մեկը մեր աբեդարանի վկայությունն է եւ աբեդարանի բարի բդուղն է, որ մենք կսիրենք մեր շուրջինները Քրիստոսի սիրով։ Աբա Հիսուս կսե եւ աղոտ կնեգսեք, ով հայր մեր, որ երկինքն ես, թող սրբապանվի քո անունդ, քու թագավորությունդ կա։ Էլի կգրտնեմ նույն հարցումը, որ Հիսուսի աշակերտները ինչպես կհասկանային այս խոսքը։ Մինչև Քրիստոսի համբարձումը երկինք համբարնալ են, մի քանի ժամ առաջ աշակերտները կգարձեին, թե Աստուծո թագավորությունը պիտի գա Իսրայելի մեջ։ Քոր Զարաքելոց առաջին գրքում մեջ աշակերտները ըսին, դեր այս ժամանակի մեջ պիտի հաստատես Իսրայելի թագավորություն, Աստուծո թագավորություն։ Եվ իրենք շատ հույսով էին, որ Իսրայելի Քրիստոսով գազմվելիք թագավորության մեջ պաշտոններ եւ բաժիններ պիտի ունենան։ Հիսուս նախքան համբարձումը հայտնաբերեց, թե Աստուծո թագավորությունը եկած է եւ Աստուծո թագավորությունը իրեն հավատացողներու մեջ կփնագի եւ Աստուծո թագավորությունը քարոզվելու է, դարազվելու է ամբողջ աշխարհով մեկտեղ։ Այսինքն Աստուծո թագավորությունը եկած է, բայց ոչ ամբողջացած։ Անգլերենի մեջ կսեն not yet, ոչ դագավին, սկսած է, ծնունդ արած է, սակայն պետք է որ դարածվի, ծնունդ արած է մեր մեջ։ Եվ երբ մենք կսենք ով դեր քու թագավորությունը կա, այս մեկը երկու սյուներ ունի, Աստուծո թագավորությունը մեր մեջ դիր է, իշխ է, մենք հպատակ ենք Աստուծո թագավորության, տեսեք, մենք երկիր կջամփորդենք, երբ որ մենք ջամփորդություն գնենք, մեր կացած երկրին հպատակը չենք, գիտեք ինչու, որովհետև մենք հոն տուրիստ ենք, զբոսաշրջիկ ենք, այդ երկրին օրենքները ոչ ամբողջությամբ մեր վրա իրական է, լիազոր է, ոչ, մենք այդ երկրին դուր չենք տար մեր կացած երկրի մեջ բանակային ծառայություն չենք կնել, բայց այդ երկրի զավակները դուր կուտան, ծառայություն գնեն,
Երբ որ մենք կսենք ով դեր քու թակավորությունդ կա մարդիկ աբաշխարեն եւ քու թակավորությունդ կա մեր մեջ որ մենք հբադագ ենք մենք բարդագան ենք Աստուծո թակավորության օրենքները որ սրբություն, արդարություն, խաղաղություն է մեր մեջ ունենանք եւ ապրենք մեզ մե յուրաքանչյուրի մեջ թող դիրե թող մեզ մե յուրաքանչյուրին ցանկի մեջ ընդարձակված լա Աստուծո թակավորությունը խնդրե որ քու մեջդ բնագած Աստուծո թակավորությունը վգայես քու առաջին շրջանագետ այսինքն քու դունետ քու թրացիներդ քու թաղեդ քու բարեկամներդ Երբ գաղութեն քու թակավորությունդ կա ուրեմն մենք կխնդրենք որ մենք ապրենք եւ կործենք մեր եկնավոր թակավորին հաջեցնելով իր բադվիրանները գադարելով եւ հնազանդելով Որն է Աստուծո հաճելի բարդականությունը Որն է Աստուծո հաճելի բադվերը Քու գամքդ ըլլա Բարձրակույն հոգեվորությունը Երբ հավատացյալը Աստուծո առաջ կեցած եւ գսե դեր քու գամքդ ըլլա քու գամքդ օրհնյալ ըլլա ես պատրաստ եմ իմ փրկի նման քու գամքդ կատարելու Հիսուսը ասավ ես եկա իմ հորս գամքը կատարելու Հիսուս իր աղոթքի մեջ ասավ ով հայր այն կորձը որ ինձի դվիր լմնցուցի Հովանու 17 Հիմա փարավոր է այն փառքով որ քու քովդ ունեի Քրիստոսի փառքը երկինքի մեջ ինչ էր եւ գսե որբեսի Հիմա փարավորես այն փառքով որ քու քովդ ունեի Հիսուս փառք ուներ եւ պիտի փարավորվի Ինչն էր Քրիստոսի փառքը երկինքի մեջ որ ինքը իր ժողովրդին պիտի փրկեր իրենց մեղքերը Այս խոսքը հրեշտակը Մարիամին ասա Երբ որ Հիսուս Սավ հայր փարավորեք ու որդիր, այսինքն դեր շնորհե, որ ես խաչով քեզ փարավորեմ, ինչպես խաչին վրայի թափված արյունով մարդիկ պիտի փրկվին եւ Աստված պիտի փարավոր։ Հիսուս երկրի վրա ասավ իր հորը, քու գամքը դլա ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Ես կհավատամ Հիսուս այս աղոթքը կաղոթեր։ Մենք որ անկիր գիտենք, բայց շատ ադեն շատ թեթև կաղոթենք։ Ես կհավատամ, որ Հիսուս այս աղոթքը գաբրեր։ Անոր համար սորվեցուց։ Երբ մենք մեր եկնավոր հորը գամքը գադարենք, սրբացնելով Աստուծո անունը եւ դարաձելով Աստուծո թագավորությունը հիմա նախատասությունը պիտի ասեմ սիրելիներ ընդգծեցեք խնդրում եմ մի մորնակ 5 բառերով երբ մենք կսրբացնենք Աստուծո անունը կգադարենք եւ գաբրենք Աստուծո թագավորությունը հնազանդելով մեզի նախասահմանված հորը գամքը ընելու մեզ մե յուրաքանչյուրին նախասահմանված է որ մենք ինչպես Աստուծո գամքը պիտի գադարենք ինչպես Աստուծո գամքը պիտի ընդունենք իմ կյանքս երբեք ցեզ մե մեկուն նման չէ ցեզ մե որևէ մեկուն կյանքը պայմանները վիճակը ամեն ինչը ինձնին նման չէ ամեն մեկերից տարբերն է ասի գիտնականներ գսեն 1 կիլո 1 տոննա 1 կամազ խնձոր առնենք վերցնենք գողքի տնենք մեկը նույնին նման չէ 100% մեկը մույսեն տարբեր նույն ծարին բդուղն է սույնի փաթիլները մեկը մույսեն տարբեր ասի Աստուծո ստեղծագործության փառքը կբատնի մեզ մե յուրաքանչյուրս ինչպես թեմքով իրար նման չենք
ճիշտ նույնը չենք 100%, իրար մեջ դարբեր ենք, նույնպես Աստծո կամքը մեզ յուրաքանչյուրին համար մի կերպ դարբեր է։ Եվ այս բոլորի մեջ մենք ունենք բաժանյալ կերպ, նույնը, միակ կերպ մգա, որ բոլորս ունենք, խոսքս հավատացյալներուն է։ Գիտեք ինչ է ադի, խաչը։ Մենք բոլորս մեր խաչը պիտի գրենք, մեր խաչով Աստված պիտի փառավորենք։ Մեր խաչագրությամբ մենք մարդոց բրգության միջոց պիտի ելանք եւ Աստծո անունը պիտի փառավորենք։ Ինչպես քիչ առաջ երեխաներուն միջոցով Աստծո անունը կփառավորեն։ Ամեն մեկերնից մեկ բաժին բերած ենք, որովհետեւ իրենք կարենան հոս կենալ, որովհետեւ իրենք կարենան սորվիլ եւ արդյունքում Աստված փառավորեց։ Փերողը, ընդունողը, հոգացողը, նվիրողը, Ձարայողը, հոգնողը, նվակողը, ամեն մեկենի պզդիկ բաժին ունի եւ իրենք կարողացան հոս կենալ։ Ով հայր քու գամքը դլա, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Երկնքի մեջ ինչպես Աստծո գամքը կգադարի։ Երկնքի մեջ հրեշտակները Աստծո գամքը կգադարեն։ Երկնքի մեջ հրեշտակները Աստուծո կփարապանեն։ Երկնքի մեջ հրեշտակները Աստուծո կամքին կհնազանդին մարդոց ծառայելով։ Երկնքի մեջ հրեշտակները կերկեն երկրպագելով։ Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը։ Կարծեք թե աստեղ Քրիստոս մեզի կխոսի հրեշտակապանության մասին։ Քու գամքը դլա, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Եվ հարցումը, որ գուկա հետևյալն է, երկնքի մեջ հրեշտակները ինչպես Աստուծո գամքը կգադարեն, ինչպես որ հիշեցի, փառապանությամբ, երկրպագությամբ, հնազանդությամբ, ծառայությամբ։ Քու գամքը դլա։ Եվ որպես վերջնապան կուզեմ ցեզի ներկայացնել հետևյալ ճշմարտությունները։ Ինչպես երկու քարոզները մեզ ուղղորդեց հասնելու այս վերնակիրին, որը ասենք ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա, եւ այսօրվա քարոզս պիտի հանքի, այսօրվա քարոզս թույլ պիտի բանա այս մի քանի նախատասություններուն, որոնք ցեզի պիտի ներկայացնեմ։ Եվ ասով պիտի ամփոփեմ իմ այսօրվա քարոզս։ Հետևյալ ճշմարտությունները։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հոգեհարազատ քույրեր, եղբայրներ, առաջ հոգևորություն, առաջ սրբություն եւ ետքը քիդություն։ Մենք հավատացյալներս նախանցախնդիր ենք շատ աստվածաշնչյան հոգևոր քիդություն ունենալու։ Գուզենք լեցվիլ քիդությունով։ Երբ որ նոր ապաշխարեցի 3-4 տարի չեր եղած Զունգի գուքայի Դամասկոս գաղութեի կսեի ով դեր աշխատանք չեմ ուզեր ամուսնություն չեմ ուզեր կուզեմ ինձ ուղարկես աստվածաբանություն ուսանեմ 35 տարի աս մարմաչը մեջս կա աստվածաբանություն եւ շատ էր կգարձեմ որ աստվածաբանություն ուսանեմ վգայական առնել հոգևոր քիդություն ունենան հմդություն ունենան քարոզիչ կլան վգայող կլան բոլորիս աչքերը ինչի գերտա աստվածաբանություն եւ Աստված ինձ սավ Հակոբ կսպասես 35-40 տարի հավատացեք 22 տարեկանից ուզեի աստվածաբանություն ուսանել 52 տարեկանից դասարան տա աշակերտները զավակես փոքր բայց սա առաջ սրբություն առաջ հոգևորություն մեղք մի գործեր սիրո կյանք ապրեր քիք մգա արևելահայերեն աստվածաշնչյան ընկերությունը կծախվի աստուծո կյանքը
հայտնությամբ դրված պատկամներ են անկելյայի մեջ ապրող երկու քույրերուն եւ դերը գսե իրենց աստվածապանական վեճերեն հերու գեցեք Քելվինական է արմինուսական է հապշտակությունը երբ պիտի լա հոգեվորը իր փրկությունը գործընծնե կամ ոչ նախասահմանված է թե ընդրություն է աստվածապանական ծանր թեմաներ դերը գսե սրբությամբ ապրիր դու ինձ երկերուս մեջ ուր գործվես եթե սրբության կյանք ապրես առաջ հոգևորություն սրբություն յետք գիտություն առաջ Բաշտամունք Սիրեք ու դեր Աստվածդ առաջ գենթանի հաղորդակցություն Աստուծո հետ յետքը ծառայություն բոլորս կպապակին ծառայություն ունենալ մեր երդասարտության օրերուն մեր կով ալիք մի եկավ երկուքե մեկ մեզի համակումարի հրավեր մուկավ Լիբանան Հորտանան Գիբրոս Անկելիա Հոլանդա համակումարի հրավեր տեսակ ես ալ ինձ հետ եղող եղբայրներս ալ ամենուն համին նայեցանք մեկ անգամ չէ երկու անգամ չէ երեք անգամ չէ համակումարի գերտաս եւ այնտեղ եղբայրներ քույրեր Ուրդեղ են ես Սիրիային, որտեղից ես Լիբանան, Հորտանան, համակումարի մկացի 22 արաբական երկիրներեն են գել։ Եղբայր մգար, ասպես սև էր, արաբերեն գխոսի, Հիսուսը գսիր է, քո մկացի, արաբերեն ասի, եղբայր որտեղից ես, Սուդանեն, կանքերուս մեկը չենք տեսած, սև, իրեն ասի, եթե արաբ ջերմագամուրդ, եթե դուք ջերմագամուրդ մեկը տեսնեք, Ինչ կասեք, խնդակսենք ջերմագի, որտեղ մեկան ջերմակ չի գա մոդերնի, ինչպես մեր մոտ մեկան սև չի գա, երբ որ սևը կտեսնես կզարմանաս, մեմնա ուր գիյանաս, երբ կտեսնես որ ինքը Հիսուսին գսիվ է, սանք ուրիշ տեսակ կնա, առաջի երդին սև կտեսնես, հաց երբ կսե Հիսուսը գսիվ է, մեջը ուրախություն գավելնա, ամեն գոմեն եղբայրներ հավակված են, Կոկովի ուկան, անունը դինչ է, Հագոպ է, Էլիաս է, Ջորջ է, Ջոն է, երկրորդ հարցումը, ինչ ծառայություն ունիս, և գլսես, աս ծառայությունը, պաշտերը գսե առաջ պաշտամունք, Հիսուս մգրդվար, առաջին ծառայությունը ինչ էր, անաբատ կնաց, Զոմբահեց, առաջ սրբություն, առաջ կենթանի հաղորդակցություն Աստուծո հետ, այդ Աստուծո գանչի մեջ կսեր, երբ հոգնած ես հանգչիր, դերոջը ներգայության մեջ հանգչիր, երբ հանգչիս զորությունն անհետը ուկա, Հիսուս կսե այդ պատկամի մեջ, ես չր հորինքով կացի նստա, հանգստացա, Ետքը Սամարացին եկավ և Սամարյան փրկվավ։ Առաջ պաշտամունք, քու բոլոր սրտովդ, հոգիովդ, Աստուծո հետ կենդանի հաղորդակցության մեջ մտիր, ծառայությունը լուկա։ Տարիներ առաջ խանութը գաշխատի, հարևանի խանութը աջախորդն եկավ։ Չեմ գիտեր ինչպես մեր խանութը դա, մեջերից մեկ բատ կա։ Մենք և պարվանայի պես, մեկ բատ կա։ Իհայտ եկա մարդը պնդրդուք ունիշ, հետաքրքրված է Հիսուսով, հարևանիս հաջախորդը, գմտնե իմ խանութը, և ինձ մի ավետարան ուզե, կորզը գթողեմ և իրեն Քրիստոսի մասին գխոսին։ Ծառայությունը գուկա, մարդոց կով չէ, մարդիկ չեն որ ծառայություն գուտա, Սուրբ Հոգին է որ գուտա, թուն առաջ Աստուծո հետ կենթանի հաղորդակցության մեջ, առաջ հոգևորություն, ետքը գիտություն, առաջ կենթանի պաշտամունք սեր առ Աստված, ետքը ծառայություն, առաջ ներել,
ետքը հաղորդություն։ Մենք բոլորս գարոդով, երգյուղով, հաղորդության փուրն փափակում։ Բայց Տերը գսե պատրաստ ես ներելու, պատրաստ ես հագարագութենեն հրաժարվելու։ Արաքյալը գսե փանը հագարագությամբ կամ քրքրությամբ մի ընեք։ Արաբերենի մեջ փարմը գա, որ գսեն ջակարա։ Չեմ գիտեր ճիշտ հայերեն ինչպես կա։ Բայց ավետարանի մեջ եկած է որ փամը քրքրվելով հագարագությունով մի ըներ։ Սիրտս բանամ։ Եկեղեցիկ ու կանք իրարու ձոր գանան։ Եկեղեցիկ ու կանք իրար չենք հավ։ Ով ենք մենք։ Ով ենք, Աստուծո աչքին ինչով մենք իրար մեդարբերենք։ Առաջ ներել, ետքը հաղորդություն, առաջ ողորմություն, ետքը զոհ։ Հին ուխտի մեջ հիշված է Օվսեա մարգարեով, ողորմություն գուզեմ, ոչ թե զոհ, Հիսուս փարիսեցիներուն ասավ, կացեք սորվեցեք այս խոսքը։ Ինչ ասել է այս խոսքը։ Առաջ ողորմություն գուզեմ եւ ոչ թե զոհ։ Ողորմությունը սիրելիներ մեր իրարու հանդեպ ունեցած գարեկցանքն է, քութն է։ Իսկ զոհը պաշտամունքի կալն է։ Շատ մարդիկ պաշտամունքի ներկա գրնան լալ եւ ներկա են, բայց իրենց սրտերու մեջ ողորմությունը սարած է, գարեկցությունը սարած է։ Առաջ ողորմություն, ետքը զոհ։ Մեկ հատ հիշեցինք։ Առաջ հոգևորություն, սրբություն, ետքը գիտություն։ Առաջ պաշտամունք, ետքը ծառայություն։ Ունեցիր քո անձնական պաշտամունքը։ Առաջ ներել եւ ետքը հաղորդություն։ Առաջ ողորմություն եւ ետքը զոհ։ Ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Վերջին նախատասությունս հետևյալն է։ Հիսուս երկրի վրա ապրեցավ եւ կործեց, ինչպես որ է ինքը երկնքի մեջ։ Եթե գուզեք այս խոսքին ապացույցը, առաջ ապացույցը Հովաննու 3:13։ Շատ թյուրին է, Հովաննու 3:13։ Մեկը երկինք չելա, բացի որդի մարդո երկինքեն իջավ, որ երկինքն է։ Եթե թարգմանությունը կա, որ երկինքեն է, մեր եկեղեցին այդ մեկը չընդունի։ Այս գրքի մեջ այդ համարը որ գսե որ երկինքեն է, բայց հին թարգմանությունը որ ցեզմե մեծամասնությունը ստացավ այդ ոսկեզոցը եւ անոր հասարակը որ երկինքն է։ Հիսուս երկրի վրա ապրած ադենը ապրեցավ եւ կործեց ինչպես ինքը երկինքն է։ Ասի աստվածաբանություն։ Այսինքն դերը գուզե որ մենք երկրի վրա ապրենք անգյանքը որ մեր հավատքը եւ դեսիլն է որ մենք անի պիտի ունենանք երկնքի մեջ։ Բայց Հիսուս ադի երկրի վրա ապրեցավ եւ ինքն է մեր օրինակը։ Ինքն է մեր ուսուցիչը, ինքն է մեր կյանքը, որու մեջ մեղ կամ կայտավություն չի գա, ինչպես Արաքյալը գսե։ Դերը ցեզի շատ օրհն է։